Ինչ պատմություն գիտեք այս հուշահամալիրի հետ կապված, ինչպես է կառուցվել, ովքեր են մասնակցել։ Հայրս է մասնակցել, առաջին վարպետը ինքն է եղել։ Այն կամարը ինքն է կազմակերպել, շարել։ Անուն ազգանունը։ Սամսոն Խշոյան։ Այսպես պատմությունը, այս ծրիկների։ Սուլիկների այն մեկը հերս է, ասեցի հերս է, ձեռնարկե, այդ կամարը վերջացնելուց հետո ինքն է բան արել։ 2 հատ արծիվ ու կես ինքն է ձեռնարկե։ Ուժեղ մասնակից էր հերս, էլի։ Ինչ խորհուրդ ունի այսօրը ձեզ համար։ Ինչ խորհուրդ ունեմ, ինչ խորհուրդ ասեմ, որ Չէ, օրը ձեզ համար ինչ խորհուրդ ունի։ Ինչ նշանակություն ունի այսօրը ձեզ համար։ ինձ համար մեծ նշանակություն ունի։ Ես հարգում եմ բոլոր մասնակիցներին, որ մասնակցել այստեղ, ցանկանում եմ իրանց հիշատակը վառ պահենք։ Հիմա իրենք չկան, թե ով էլ կա իրանց առօրյուն եմ ցանկանում։ Նիկոլ Փաշինյանը ասում է մոռանանք պատմական Հայաստանը եւ ապրենք իրական Հայաստանով։ Սարդարապետը մեր պատմության մի մասն է։ Դուք եւս այդ կարծիքին եք, որ պետք է մոռանանք մեր պատմությունը։ Դու ինչ մոռանանք, մոռանալ բան է, որ մոռանանք։ Այժմ մոռանալու բան չի դի։ Դա ինչու է երկրի վարչապետը այդպես ասում։ Երկրի վարչապետը սխալ անում, որ այս հիշատակը մոռանում է։ Ասում է Արարատը մերը չի, եթե ասենք մերն է, ապա մեզ Շատ սխալ է, շատ սխալ է ասում։ Այդքան բան կարամ ասեմ։ Իսկ հետևում եք քաղաքական իրադարձություններին։ Ոնց եմ հետևում, հեռուստացույց նայում եմ, լսում եմ։ Ինչ կարծիք ունեք, իշխանությունը 26 թվականին կընտրվի նորից, Նիկոլ Փաշինյանը կընտրվի։ Դու որտե՞ց ընտրվի։ Չգիտեմ, ժողովուրդը գիտի, այսինքն։ Բայց դժգոհություն կա։ Մենակ ինձանից Իսկ ժողովրդի մեջ դժգոհություն կա ձեր կարծիքով։ դժգոհությունը, որը դժգոհ է, որը գոհ է, ինչ ասեմ քեզ։ Ինքներդ Էդի չեմ կարող ասի։